Վերջին այսպես շտապում ենք։ Մի հուզվիր, կասցնենք։ Անցյալ ամիս լարը ժամանակին էինք։ Այլևս ոչ մի խոսք, այ ժամանակ ես գործնում։ Սեր։ Քանի ժամացից եղա։ 1790 հատ։ Քիչ է։ Եղիշան գործերը ոնց են։ Լավ են, գերարդ։ Դե շուտ վերջացրեք։ Վարպետ եղամ, տղաներին շտապեցրու, 3 րոպեից զանգերը տալու են։ Տարբեր զանգեր լսեցի ես ձերքիցս շեք պրծնի, այսօր բոլոր զարդուցիչները պետք է դուրս գրել, բոլորը։ Դուրս կգրենք։ Գիտես որքան է հետ մնում։ Որքան։ 5 ժամ։ Բա։ Անձնակները շուտ։ Վարսենիկ ջան։ Պատրաստ ենք։ Ազատ, այս ժամացույց օրվա ընթացքում քեզ ժամ հետ է մնում։ Ահո, ինչ ես ասում այ մարդ։ Պետք է դուրս գրել։ Խոտանը վաճառքի։ Վարպետ, երկնքիցս իջել, պլան։ Ու գիտես, որ այսպիսի ժամացույցների մեծ պահանջ կա։ Հետո ինչ։ Պատասխանատու ես եմ։ Լսում եմ։ Այո։ Արմենուհի դու ես։ Լսում եմ։ Շնորհավորիր, քիչ առաջացեցի վերջին քննությունը։ Շնորհավորում եմ։ Ուրեմն այսօր վերջապես հանգիստ կարող ենք հանդիպել։ Անպայման կհանդիպենք։ Այսօր նրա վարդման արդիվ լինելու է ճոխ զբոսան։ Տրամադրվիր բարելու։ Բարեմ, ինչ կա որ կպարեմ։ Ինչքան ուզում ես կպարեմ։ Ազատ, ես մայրիկիս արդեն պատմել եմ քո մասին։ Նա շատ է ուզում քեզ տեսնել։ Այնպես որ պատրաստվել արդարացնել նրա հույսերը։ Ուրեմն մինչև երեկո։ Եղիր ճշտապահ ինչպես միշտ։ Լավ։ Թե սիրելիս, թե։ Լավ։ Վարպետ, եթե մի խոսք էլ ասես, տրամադրությունս լրիվ կփչացնես։ Ազնիվ բաց է թողին։ Վարպետ։ Վերցրու։ Ճիշտ չենք անում Ազատ։ Վարպետ Սուրեն, եթե 2000 հիանալի աշխատող ժամացույցների մեջ, մեկը երկուսը մի քիչ հետո առաջ ընկնեն, մեծ մեղք է։ Իհարկե մեղք է։ Պինդ կաց, վարպետ, պինդ կաց։ Ասացի չէ, պատասխանատուն ես եմ։ Արմենուին տանն է։ Եկար վերջապես գնեցիր բոլորը, հա։ Արմենուին։ Արի տես հայրիկը ինչ զվերներ է գնել քեզ համար։ Ինչ զվերներ։ Տես։ Ո՞դեսնեմ։ Բարովայելս շատ լավ է։ Հա, սա էլ քեզ համար եմ արել։ Սա, ահա, դրես յանի։ Գրահել ես հայրիկ, սա հիանալի նվեր է և ինձ համար առանձնապես թանկ։ Ինձ էլ է դուր գալիս, սա մեր քաղաքի արտադրությունն է։ Այդ ես լավ գիտեմ։ Թեյ մամակում ստորագրությունում։ Ում։ Քերին արդեն եկա։ Ամեն կարող եք շնորհավորել։ Հաջողվեց։ Կիրակի, այսինքն վաղ առավոտյան մեկնում եմ Սոչի, կազատվեմ էդի շիազիցը։ Ես էլ ասացի, որ վաղը քո հավատման արդի քեֆ է լինելու, որ մյուս օրը մեկնում, բայց դե գիտես չէ նրա համառությունը։ Եվ վաղվա մեր ճաշկերույցին լինելու է նաև մեր փեսացուց։ Ով։ Այո, ես որոշել եմ Արմենու համար նշանավոր այդ օրը ծրագրել նաև նրա մտերիմը, կերոջը։ Աղջի, բա դու ինչ ոչինչ չես ասել։
Դու լրերս ոչ Ես չես ասում։ ոչինչ չգիտեի, չէ՞։ Սպասեք, այդ ինչ է, փեսատես եք սարքում։ Ես միջև հիմա ստուգում էի նրան։ Այժմ գտա, որ նա շատ լավն է, եւ կարելի է ձեզ ներկայացնել։ Մեկնում ես։ Սպասիր։ Արի այստեղ, արի։ Տեսնեմ։ Արի այստեղ, մի տեսնեմ։ Քերի, իսկ դու հետացիք իր մեկնել ես։ Ոայ, չէ, չեմ կարող, այ տոմսն արդեն գնել եմ։ Վագոն համար 6, չէ, 9, տեղ 13։ Այդ դեպքում խախտվի մեր պայմանը։ Ներողություն, պայման է։ Առանց իմ համաձայնության դու իրավունք չունես քեզ փեսա ընտրելու։ Չէ, ով արա։ Այդպես ապրես։ Լսիր մի ասա տեսնեմ, ախր ով է, ինչ տեսակ տղա է այդ տղան է։ Տեսքիկներ եւ բարի աչքերով։ Բարի աչքերով։ Թիկներ։ Չէ, մինչև չտեսնեմ համաձայն չեմ։ Քերի, ուզում ես նրան բերեմ կայարան։ Չէ, ես չեմ սիրում, երբ ինչ ճանապարհ են գցում։ Բայց լսիր, ասենք դեր մի տեսնեմ ով է քո այդ բարի աչքերը։ Միայն քիչ չլինես։ Ինձ մի սորեցնի։ Բարեկամները, շատ շփոթվեք։ Բարսան, մեկ ժամից հետո պետք է լինես ռադիո ստուդիայում։ Գիտեմ։ Դες քեզ ժամից հետո դուրս կգաս, Շուշանա։ Սրան են որ գցեմ որ Սոչիի ճանապարհ մոռանա։ Տեսել, էլ մոռացել եմ ուղղել։ Տեսնեմ։ 11 է։ Դե հիմա ես քեզ այն օրը գցեմ, որ քո ռադիո ելույթը մոռանաս։ Ոպ։ Ճիշտ։ Դե, բրձանք։ Վայ։ Անի, շաբի գալանի։ Օֆ, ահա, էսել շապից, էսել։ Սաղաթել։ Երբ պետք է վերջացնեք ձեր խաղը։ Էլի տարվել։ Յոսե կոգոն չեմի խարմիր, դու գնա քո նախաճաշը պատրաստիր։ Նախաճաշը շուտով պատրաստ լինի։ Հա, նորից են խաղում։ Շարի։ Ուրեմն ասում ես գերմար։ Այ գերմար, սա է քերի։ Ոչ, քերս ավելի գեր է։ Ավելի գեր է։ Լսի հանկարծ Շուշանա։ Ոչ, նա շատ ճիշտ է պատմում։ Ես կասկածում եմ, որ նա 9-րդ վագոնում կարող է լինել, գնանք։ 9-րդ, նոր ասացիր 6-րդ, Չէ, գնանք, հասած 9-րդ։ Տեսել, էլի չէ։ Սաղաթել։ Այդ ինչ անզգուշտ։ Չի գարելի։ Բաճկոնը թաչիր։ Տարվել են։ Հա, ճիշտ է, հարկավոր։ Խելագարներ։ Իսկ այս, կարելի է։ Այդ կարելի է։ Չէ, դա էլ հարկավոր չեմ ուզում էլի։ Իշ յազից մոռանում ես։ Լավ։ Հա, ճիշտ է, ասեմ, իշի ազատը լուրջ հիվանդություն է։ Սաղաթել, նախաճաշը ծառը։ Լսի, Քուկու ջան, Անուշ ջան, լսի, նախաճաշը փաթաթրի, ես գնացքում արոք կուտեմ էլի։ Լավ։ Ահա, Վերջացրինք։ լսի, արի մի անգամ էլ։ Չէ։ Տես, աղագին ժամանակ, մի անգամ։ Հաղթվելու է, չէ։ Ոչինչ չէ, ես կհաղթվեմ եմ Քուկու։ Մի անգամ, ճիշտ է, լավ։ Ահա։ Ինչ կարող է պատահած լինել, մի քիչ ուշանա գնաց գիծա։ Ինչու պետք է դեռ փնտրել։ Ուզում ես նորից վազենք 6-րդ վագոն։ 6-րդ վագոն։ Դե շուտ։ Գնանք։ Սպասիր, ալեւս չեք ասում։ Երևի 6-րդ վագոնով գնաց։ Երևի։ Ինչ վատ եղավ չհանդիպեցին։ Դες բայց սխալվեցի, հա։ Սա ռադիո ստուդիայից է։ Մեզ հետաքրում է Պետրոսյանը դուրս եկավ բնականից։ Այո, ելույթ ունենալու։ Քիչ առաջ։ Ես դալարես մեն բանը 1000 անգամ կրկնելու։ Խանգարում։ Սպասիր։ Բարեկամս Պետրոսյանը եկավ ստուդիա։ Ոչ, երբ որ կգա հեռախոսով այդ մեկին։ Այո։ Զուր ջանքեր, այդպիսի դեպքում մենք սովորաբար հետացկում ենք հաղորդումը։ Արդեն ուշ է։ Հա։ Գնա հայտնի բաժնի բարի։ Այո, բայց ես ինչ մեղք ունեմ ես։ Ոդկասը պատրաստ է։ Ինչպես չէ։
Բարև ձեզ, ասացեք, հերթապահ Բերքենան կարելի է զբաղեցնել, Որտեղից։ իրեն մոտ է։ Այո։ Վաղնակ ավակվիչ, Պետրոսյանը չի ներկայացել։ Ինչ։ Հայտնի չի թե ուր է գնացել։ Ստուգեցիք։ Այո, ես զանգայեցի միլիցիայի բոլոր բաժամունքները, նույնիսկ շտապ օգնություն։ Ու մտքով կանցեր թերունին այսպիսի շփոթմունքի մեջ կարող է գցել մեզ։ Վաղնակ ավակվիչ, ասացեք, հնարավոր չէ արդյոք հետաձգել հաղորդումը։ Ինչեր ես խոսում։ Պետրոսյանը պետք է լինի միկրոֆոնի մոտ 2 րոպե 21 վայրկյանից հետո, հասկացար։ Հնարավոր բան է երկրի անվանի խարատների փորձի փոխանակումը խափալը։ Դա չտեսնված խայտարակություն է։ Կիևի քիչ առաջ հաղորդեցին, որ իրենք արդեն պատրաստ են հարցում են անում մեր մասին։ Երաշխությունը դադարեցնենք։ Ոչ, շարունակել։ Բայց ինչպես է։ Քաղաքացի, մի խանգարի երթերեկության կանոններ։ Հարգելի քաղաքացի, անցեք մայթ, անցեք մայթ։ Հարգելի քաղաքացի, ինչու եք վտանգի շարքում ծերքյան շանարմար է։ Ռադիո ստուդիա, այնտեղ մի շատ կարևոր ելույթ ունեմ։ Խնդրում։ Արագ։ Ավելի արագ։ Արագ։ Այսպես։ Ավելի արագ։ Ինչ-որ բան է պատահել։ Կարգադրում են արագ քշել։ Չէ, սիրելի, ես չեմ սիրում արագ գնալ։ Խնդրում եմ շուռ տվեք էսկովկի փողոցով հանգիստ հասնենք կարել։ Խնդրեմ։ Այն իմ հայրդ խոսելու էր ազերև։ Ընկեր, մի միաստրեք ընդունիչ է։ Խնդրեմ։ Պատկերացնում եմ ինչպես է հիմա հուզվելու։ Չեմ կարծում։ Նա առաջին անգամը չէ, որ ելույթ է ունենում ռադիոյում։ Վաղնակ ավակվիչ, Պետրոսյանը եկավ, ընկեր Պետրոսյան, շուտ արեք ընկեր Պետրոսյան, խնդրում եմ ձեզ, հայ աղաչում եմ, շուտ արեք, բարձացեք, շուտ արեք, բարձացեք, հետո դեկրացի, միկրոֆոնի մոտ, Դեպիցա, հայք սենյակը չէ, Հասանք, հա։ ընկեր Պետրոսյան, մի սենյակն է, ներեցեք, Գրիգորսկին ասենք, այս, ահա, գնացում ենք, Ուշադրություն, սկսում ենք անվանի մարդկանց փորձի փոխանակման հաղորդումը։ Միկրոֆոնների մոտ են Կիևում Օստապ Գրիգորիևիչ Մելիքոն, Խնդրում եմ, աղաչում եմ, լիք կերտում եք, միացնում եմ միկրոֆոնը։ Բարև սիրելի Վարդան, Կիրիլ Կոնեկիևիչ, ինչպես ես զգում քեզ։ Ինչպես եմ զգում, չյանալի։ Ինչ նորություններ ունես։ Ամենակարևորն է Սիրիլ Օստապ, ճիշտ հաշվել էներգիան եւ ժամանակ։ Անվիճելի ճշմարտություն է ասածը։ Այդ ճշմարտությունը մեկ անգամ եւս հաստատվում է իմ աջմիան վիճակով։ Ուրեմն նախանձելի վիճակի ես։ Նախանձելի։ Այո, նախանձելի։ Սիրիլ Օստապ, անօգությունը մեզ վրա հաճախ շատ թանկ է նստում։ Դե, շատ շնորհակալ եմ, հաջողություն։ Վահո, ես երբ կառուցեցին։ Մեր կայարանը կառուցվում է ժամանակակից բոլոր հարմարություններով։
Անցնեք մեր։ Տեսե իսկապես որ կարգին կայարան էլ դնում, բայց տեսնես երբ է պատրաստվելու սա։ Հարավային պայմաններին հարմար մեր կայարանը կունենա 2 կամարազարդ բացօթյա սրահներ։ Ներողություն ընկեր։ Դուք մեկնելու եք եկել։ Այո, մեկնելու։ Շուտ արեք, գնացքը հիմա կշարժվի, շուտ արեք։ Ինչ եք ասում։ Շուտ տրեք ես։ Ճիշտ եք ասում։ Վազեք հետը կարող ընկեր, վազեք։ Բայց սա ինչ խայտարակ բանի է։ Մի րոպե։ Պրավատնիկ, օգնեք ընկերոջը։ Շատ է մեկրում։ Մի րոպե։ Պատրանակ ես բանան։ Վայ, ինչ է ասում, վայ։ Չամադան։ Կարող եք դառնալ։ Հաջորդ։ Վայ, պես շեշ։ Վայ։ Տեսու։ Ներեցեք։ Գոշենգե։ Տեսու։ Սա 13 տեղն է, չէ։ Այո, 13 է։ Հա, սա իմ տեղն է։ Ե՞րե։ Այո։ Տեսեք, սա մեր տեղն է։ Ինչպես է տեղն է։ Խնդրեմ ես տոմսակ ունեմ, համեցեք։ Ուրեմն մի տեղի վրա 2 տոմս են ծախել։ Ոչ ամբա պարկի ես շատ էր տակը, թե օրվենք։ Ատամն է ցավում։ Հա, այդ լավ է։ Ես գարկում եմ խմացել։ Օֆ։ Vay. Երբ ենք հասնելու Բաքու։ Ուր։ Ասում եմ երբ ենք հասնելու Բաքու։ Այս գնացքով երբ եք։ Ինչպես է երբ եք։ Շատ պարզ։ Այս գնացքը Սոչիով մեկնում է դեպի Մոսկվա։ Մոսկվա։ Ահա։ Ինչ եք դու։ Սպասեք դուք դուր եք գնում։ Բաքու։ Ուր։ Բաքու։ Վայ։ Շուտ արեք իջեք։ Դուք սխալմամբ ուրիշ գնաց եք նստել։ Ոնց է դու ասում որ մարդիկ չմնում հավատա։ Այսինքն իմ պարտն է նախազգուշացնել, ունացած ձեր գործն է։ Հայլի։ Համո բերգա, շուտա, ցավել են ուրիշ գրած են դեպի։ Այնա հասնեն ուրիշ։ Շուտա։ Մատեք, մարտել գնաց եք, քոթի ուրիշ գնաց կնստի։ Այդ ինչ տեսակ մարդիկ եք դուք ես չեմ հասկանում։ Շնորհակալ եմ համբեջան։ Շարժը գնաց։ Շնորհակալ եմ։ Շատ ապրեք։ Մի կողմ քաշեք, բանանց պատահի։ Այդ ինչ արդեն իջնում է։ Շայբադուր։ Ձեզ ինչ է պատահել։ Ինչի մի անգամից շաշացիր, որ գնացքը Մոսկվա է գնում, հա։ Ինչ Մոսկվա, գնացքը մեկնում է Բաքու։ Դեր ձերքել է առնում։ Սրանց հետ ինչ-որ բան է պատահել, չեն հավատում, որ գնացքը մեկնում է Բաքու։ Համոմը, Երևան Բաքու։ Արի, հետարի։ Այս ինչ տեսնակ պրավատիկ է։ Ես քավոր մեջ չարչար է չել լի լավ։ Արի, նա մեղավոր չի, արի։ Դու ինչ մարդ ես, վայ։ Պարկի ես խոսեմ, պարկի։ Այմա, ես քեզ կարգի մարդու տեղեմ դրեմ։ Տեղը զիջեցի քեզ, իսկ ու ձեր քեզ արնում ես։ Ինչ է պատահել։ Ներողություն քույրիկ, թուն խոսքերից համար։ Ոնց էլ հավատացես, որ գնացքը Մոսկվա է գնում։ Ինչպես թե հավատացրեց։ Իսկ ուր է գնում այդ գնացքը։ Սպասեք, նայեք, քույրիկ պրավատնիկ։ Ուր է գնում այս գնացքը։ Նստել եք ու չգիտեք Բաքու։ Ուր։ Բաքու։ Ինչպես է Բաքու։ Բաքու։ Ճիշտ եք ասում։ Վայ։ Վաստես պես։ Շուտ արայնա, պրդի։ Վաստես։ Անա դեպի դեպի։ Ինչպես է Բաքու է Բաքու։ Դու մարդ էսպես Սոչի փոխանեն գնա Բաքու, էսպես բան կլինի։ Վայ։ Ակրավենիկ։ Սպասեք, ճանապարհ դուրի։ Ինչ կասալ են։ Կոշիկներն բորած, այ մարդ կոշիկները։ Վայ։ Վայ, թրջել եմ, ինչ ուզում է թողնի։ Իմիջի թրջեմ։ Մե, կոշիկները։ Վայ։
Վայ, ես ինչ եմ տոր։ Ով հաստատ։ Լսիր, շոբեր, լսիր մի, տիրապես պասիր։ Լսիր, ինձ լսիր։ Ես հենց դժբախտություն պատահեց։ Ուր ես գնում, կաներ է պան եմ ասում։ Լսիր, ինձ մի րոպե նստեմ դետար Երևան։ Ոյ, այս էլ քեզ սոչի։ Լսիր, շատ եմ խնդրում, Բաղրամյան փողոց 52 համար։ Ուրախությամբ, բայց չեմ կարող։ Ինչ կա որ է, ինչ է։ Կողքս զբաղված է, իսկ վերևում ցեմենտ է։ Դե ոչին նշանակություն չունի կնստեմ, հա։ Միևնույն հիմա ինձ։ Ոյ, ահա, դե։ Վայ ոտս, վայ, դե, շուտա, դե կշի, շուտա, վայ, կամաս ոտս, վայ, վայ։ Դուրս են եկել մեզ դիմավորելու։ Բարև ձեզ։ Խնդրեմ, համեցեք։ Հայրիկ։ Շատ ուրախ եմ։ Ազատն է, հա? Շատ ուրախ եմ։ Խնդրեմ, համեցեք։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ։ Մայրիկս է։ Շատ ուրախ եմ։ Հավեցեք սեղանը։ Խնդրեմ, համեցեք։ Չէ, խնդրեմ, ասեք, ոչինչ։ Դե բարեկամներ, ասեք բոլորներ։ Շնորհակալ եմ։ Շատ ուրախ եմ։ Ազատն է ասում։ Դե, հավա բաժակները լսրեք։ Դե, սիրելի բարեկամներս, այսօր մեր Արմենու համար շատ երջանիկ օր է։ Այսօր նա սկսում է իր ինքնուրույն կյանքը։ Ցանկանանք նրան ուրախություն, երջանկություն, իսկ ես առաջարկում եմ մեր սիրելի Արմենու կենացին միացնել նրա ընկերոջ Ազատի կենաց։ Ես համաձայն եմ, եթե Արմենուին չի առարկում, բայց, քանի որ նա առաջին անգամն է գտնվում մեր շրջանում, թող մի քանի խոսք ասա իր մասին։ Պետք է գիտենանք, թե ում գենացն ենք խմում։ Համաձայն եմ։ Դե Ազատ, մի երկու խոսք ասա։ Ինչ կարող եմ ասել ես իմ մասին, բայց քանի որ պահանջում եք, մի քանի խոսք պարտավոր եմ ասել։ Դժվար է, գիտեք, երբ ինքդ քո մասին ես խոսում։ Նախ եւ առաջ աշխատանքի մասին։ Ես աշխատում եմ… Ախայ, չեվ եք անում, հա։ Չեք ճանաչում, ես եմ, սաղաթելն եմ։ Այմա դեդի չար ես։ Ուր են բանը։ Ուր եք դրել։ Ինչ այմա։ Ինչ արեցիք, ինչ արեցիր ես կգասում, ուր է, հենա, հեսա, խնդրեմ, հրճվիր, ուրախացիր քո գնած գանձով, սրա պատճառով ես ուշատա գնացքից, ես կա գլուխ եմ, վայ, ինչ է, դու էլ սրա զոհդ առաջ, հանգստացի, մենք ես գործ էսպես չենք թողնի։ Թող ես սրա պատճառողի գլուխը պիտի ջարդեմ։ Նորից չկարողացավ իշյազը բուժեմ։ Սուս կացեք, որ իշյազս կարտես անցել է։ Բրնի, ես էլ ա, վայ, դա թևս թողեց, վայ։ Ավելի լավ կլինի ես գնամ։ Ինչպես է գնալ։ Հյուրերը հավաքվել են քեզ տեսնելու համար։ Գիտեմ, շատ անհարմար բան ստացվեց։ Արմենովի դու մի բարկացիր, ես կգնամ։ Ոչ, ես կբարկանամ։ Մի գնամ։ Գիտեք, օրվա ընթացքում որքան հետ է մնում այս ժամացույցը, որքան, ամբողջ գեր ժամ, իսկական խոտան, բրակ, չեմ հասկանում ինչպես կարելի այսպիսի արտադրանքը վաճառքի բաց թողնել։ Կա չկա այդ ժամացույցը մի ամբողջ երիտասարդ է բաց թողել։ Ներեցեք, որտեղ է ժամացույցի անձնակիրը։ Ինձ մոտ է։ Կարելի է տեսնել։ Խնդրեմ։ Նա է։
Ճանաչում ես։ Այս ժամացույցը ես եմ բաց թողել վաճառքին։ Դու։ Այսինքն ինչպես է դու։ Ես ժամացույցի գործարանի ավագ տեխնիկական հսկիչն եմ։ Նոր ուզում էի պարտենալ իմ գործարանում։ Բայց երևի դու չգիտեիր, որ դա խոտանապրանք է։ Գիտեի։ Բանից պարզվում է, որ այդ ժամացույցը վաճառքի անել մեր փեսացու։ Ինչ։ Ինչ։ Արմենուհու նշանակը։ Ինչ եկա։ Վայ, ես դրա գլուխը հիմա պիտի ջարդեմ։ Թողացում եմ, թող ես դրա գլուխը պիտի ջարդեմ։ Արմենուհի, քանի որ նա ազնվապար ընդունեց իր սխալը, ուրեմն նա լավ տղա է, կուղովի միանակ ճաղճի։ Սպասիր, լսիր, հեսա, լսիր, ուր ես գնում, կարծում ես կազատվես մեզարից, լսիր, էդ ինչքան օին դեր եկար մեր գլխին, մարդ բռնի քեզ բան փեսային ուղակի ջուրը գցի, ոյ, ես ինչ արի, լսիր, օգնեցեք, փեսեն խեղդվեց, շուտ արեք, հասեք, արի, ձերդ դուր, շուտ արա, լսիր, օգնեցեք, արի, այ մարդես, վայ, լավ, լսիր, որ ասեցիք ջուրն ընգիր, խոչացնիք իսկապես ընգիր, էդ ինչ տեսակը փեսա ես դու, հա? Այ քեզ փեսապես։ Ես չէի կարծում, որ մի խոտան ժամացույց այսքան չարիքների պատճառ կարող է դառնալ։ Չէի կարծում։ Ներիր